Բարելույս Սանդոջան։ Բարև բրատ ջան։ Այսօր ժողովուրդ հավաքվել ենք Հրազդանի կիրճում։ Ոնց տեն մեկ չնայած դժվար է բացատրել մի քանի 100 հոգից, թե որ նայում ես ծերը չի ելևում մարդկանց, ահավոր շատ ենք հավաքվել։ Մեծ միջոցառում։ Տեսեք ինչից եք զրկվել։ Մարդկանց հետ ծանոթություն, շփում, վայելել ես ամեն ինչը։ Ուշետ սեղան, մրցույթներ, սպորտային մրցույթներ։ Այս ամեն ինչը բաց եք թողել առավոտ շուտ։ Ոչ երանի ձեզ։ Դեռ իմ հարազատներից թե տենում եմ, ում գիտեի ումը սպասում էի։ Թե ղեկավարությունից, թե ուղղակի աշխատանքի թողեք ելեն այսօր որ վայելեն։ Համընդհանուր մատչություն ենք անելու Հրազդանի կիրճում, մի քանի կիլոմետրանոց բաժանվելու ենք թիմերի։ Ես իմ ունեմ մի մեքենայով գնալ եմ ամենտեղից բան գամ, բոլորին տենամ, ով ոնց է ինչա պետք, ամեն ինչով օգնենք, կազմակերպենք այդ ամեն ինչը ու այսպես ժամանակ ենք անցկացնում։ Հա, վերջացնելուց հետո էլ կեսօրից հետո գնալու ենք Ծառատուն։ Հենց որ դուք մտածեք ձեր օրն ավելի հագեցված ուրախ անցնում թե մերը։ Այնքան իմաստ կա։ Վայելեք ժողովուրդ, սովորեք կյանքը գնահատել ամեն վայրկյանը։ Հանգստյան օրը ելեք, անելով մի օգտակար գործ Հայաստանի համար։ Գնացինք։ Եվ մեր պարտավորությունն է նաև խնամքով վերաբերվել։ Մի քանի ամիս առաջ Ասիական զարգացման բանկի մեր գործընկերների հետ համատեղ մեկնարկել է ծրագիր, որը միտված է Հրազդանի կիրճի և Երևանյան լճի տարածքների բարեկարգմանը, որի շրջանակում մշակվել են մի քանի հայեցակարգեր, իրականում մոտ 23 ծրագիր, որոնցից 5-ը այսօր ձեզ կցուցադրենք։ Եվ այս հայեցակարգերը մշակվել են Արհուպի մեր անգլիական խորհրդատվական կազմակերպության կողմից։ Հիմա թերթելով սլայդերը կնշեմ այն ծրագրերը, որը այսօր որոշել ենք ձեզ ցուցադրել, նաև ստանալու ձեր կարծիքը, ձեր տպավորությունը։ Պրեզենտացիայի վերջում կցուցադրվի QR կոդ, որի միջոցով դուք կկարողանաք ձեզ առավել դուր եկած ծրագրին իօգուտ քվեարկել, ինչը կնշանակի, որ այդ ծրագրի իրականացումը կդիտարկվի մեր կողմից իրականացվող ծրագրերի որպես առաջնահերթություն։ Ընդհանուր Հրազդանի կիրճում լինելու է մեծ հանգստյան գոտի, դրա համար մենք էլ բացում ենք անում այս տարվա։ Եթե նկատեք 300-ից ավել մարդ հավաքվել, այդ մակրությանը մասնակցելու, լինելու են սպորտային մրցումներ, լինելու են տարբեր բացի սպորտայինից ուրիշ մրցանակներ լինելու, աշխուժ ժամանակ ենք անցկացնելու, թիմերի ենք բաժանվելու, ինչի համար, որ ժողովրդին ուղղակի տրամադրենք տնից դուրս եկեք, էկոակտիվիզմի մասնակցեք, երկիրը շինացեք, մաքրեք ու վայելեք այդ մաքուր տարածքը։ Եթե նկատեք վերջում եթե նկարեք, կտենաք ինչ ահռելի քանակությամբ բաղ-բավական միտը, որտեղ կարելի ասել մեքենաներով այդքան մարդիկ չեն գնում գալիս, բայց ահռելի քանակությամբ բաղ-բավական։ Հիմա հույս ունենք բոլոր թաղապետարանները եկել են, քաղաքապետարանի աշխատակիցները եկել են, հույս ունենք շատ ուրախ ու շատ ճիշտ ժամանակ ենք անցկացնելու։ Ձեզ շնորհակալ ենք, որ եկել եք լուսաբանելու համար մեր այս ամենի միջոցառումը։ Ասեց որ լավ նախաձեռնություն կա, որոշել են ժողովուրդը քաղաքը կիրճը մաքրել, որոշեցի գամ տեսնեմ ավելի շատ կեղտոտում են, թե մաքրում։ Իսկ ինչ կասեք ստատիստիկայի այսօր դեռևս ավելի շատ կեղտոտել են, թե մաքրել են։ Իրականում շատ կարևոր է, մաքրելը իհարկե կարևոր է, բայց հիմնական խնդիրը այն է, որ մենք այդ վարքագիծը սուբկուլտուրա ասեմ, ինչ ասեմ, կներեք բարի համար, այդ վարքագիծը որդեգրենք, որ ուղղակի չկեղտոտենք, որովհետև դա պատասխանատվություն է, դա պատասխանատվություն նախ եւ առած անձը իր հանդեպ, իր երկրի, իր քաղաքի հանդեպ։ Օրինակ այնտեղ կանգնած ձյաձաներից մեկը, ինչ մենք խոսում էինք, ծխախոտ նետեց գետնին, դուք դա նկատեցիք, ինչ կասեք։ Կամ ես ինքս կվերցնեմ, այսօր եկել եմ գոնե մի ծխախոտ վերցնեմ, որտեղ այդ ծխախոտը, ասեք գնամ վերցնեմ գցեմ։ Ես նեղություն մի քաշեք, ես հեսա նկարեք։ Գնանք դուք վերցրեք տվեք ինձ ես տանեմ։
So much կաների։ Շատ հաճելի է։ Նմանապես Շատ շնորհակալ եմ։ ձեր ֆորմատին նմանվեց։ Հանգի։ Մերսի շատ։ Շատ ապրեց, որ այս շարժման մեջ ես, իրականում ոչ մի անգամ առիթ չէր եղել, որ այդքան շատ պատմել էիր, ոչ մի անգամ առիթ չէր եղել, որ ներկա գտնվեմ, հիմա շատ հաճելի է, որ դու այս շարժման մեջ ես, ակտիվություն ես ցուցաբերում ու կարծում եմ շատ-շատերը պետք է այս վարքագիծը դրսևորեն եւ որովհետեւ եւ թե մարդը ինքը հավաքում է, ինքը եթե մի բան հավաքում է, ինքը դժվար ինքը ախտոտի երկրորդ րոպեին։ Էսա քեզ ուզում է վրայել պարոնը։ Չէ, կանգնեց։ Մենք ուղղակի ուզում ենք ինչքան հնարավոր է հասանելի ամենտեղ լինի, քանի որ եկավ ժամանակը հասկացանք, որ մեր վիճակում մարդիկ ահա որ շարժվելու խնդրեմ ունեն ու ահա որ տեղաշարժվելու, որովհետև դուրս են գալի քաղաք, բավական սահմանափակ ամեն ինչ, սկսեցինք թեթևակի ստուգումներ անցկացնել ու պարզվեց, որ դրական արդյունք է տալիս, թե քարտակների հարցով, քաղաքապետանների ու թաղապետանների հետ համագործակցելով, նախարարությունների հետ համագործակցելով, մի քանի օր առաջ ձեր հենց հրավիրով, որ սոցիալ նախարարներ եկել, բավական հարցեր քննարկեցինք, պարզվեց բավական առաջադիմական բաներ ունենք, լիքը փոփոխություններ են սպասում մեզ։ Այդ անելու համար ուղղակի մեր ազգի մեջ պետք է մի բան անել։ Մեծ բաների չենք սպասում, էլի ուղղակի քայլ անել։ Քայլը էսա։ Մասնակցում ենք, արդեն 3 տարի է ես մասնակցում ու ես մարդկանց մեջ ընդհանուր։ Ուղղակի իմ օրինակով փորձում եմ իրանց էլ օրինակ ծառայեմ, որ եթե ես վիճակով գալիս եմ, ավելորդ պատճառներ մի օրինակ, վայ չկարողացա, զբաղված էի, միտեղ ես ցավում էր։ Ես էլ բավական ցավեր ունեմ, բավական մեծ խնդիրներ, բայց ընդհանրապես չեմ բացակայում, որովհետև դնում եմ առաջնահերթություն, ասում պիտի գնամ, որովհետև իմ երկրի բարօրության, իմ երկրի փոփոխության դեպի լավը դրա համար է։ Մեծ ուրախությամբ ընտանիքի նման մի բան ենք դարել, բոլորի հետ շատ հիանալի հարաբերություններ, ջան, ջիգար, ասում կարոտում եմ այս մարդկանց։ Այն շաբաթը մեկը արդեն չի երիկում մեզ։ Ասում ենք ավելի հաճախակի կլինի ու ձեզանից շատ շնորհակալ եմ, որ եկաք, պարոն Մաղաքյան, որովհետև ստե մենակ իմ օրինակը քիչ է, էլի։ Շնորհակալությունը իրական քեզնից եմ շնորհակալ, որ շատ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ես ցուցաբերում ու շատ-շատերին նաև օրինակ ես հանդիսանում եւ խրախուսում ես նույնը անել։ Այսօր ոնց որ հերթեինն էր, որ բերեր եւս մի օղակում ընդգրկվելու։ Հավատացեք, էսի ինտերներ այսօր որ արժե։ Հա, մենք սրանից հետո գնալու ենք Ծառատունկի ժամը 3-ին Դավիթ Անախտի այգում լինելու քաղաքապետանով մի քանի օր առաջ էլ բանում ենք շրջակա միջավայրի նախարարությունում ենք հանդիպման, այնտեղ հրավիրեցին, այսօր ոնց որ երկուսը համատեղ իրար հետ գնալու ենք այդ Ծառատունկի մասնակցենք, էլի։ Ոնց որ այդ 1000 ծառը տնկելու վերջնական հակումն է լինելու։ Այդ իմ ու քո երկրորդ Ծառատունկը։ Դրա համար եմ ասում, մենք ոնց որ արդեն սովորություն ենք դարձնում Ծառատունկիներ մասնակցենք։ Եղևնիները դրեցինք բանում։ Մենք կենթանաբանական այգում Ծառատուն կազմակերպեց պարոն Պողոսյանին, շատ լավն էր, իրոք շատ լավն էր։ Ու դրանից հետո հասկացանք, էդի հիմա որ հանգած կենթանաբանական այգի են գնում, մեր ծառը հետ են մենք մի հատ ուրիշ ուրախությունով ենք նայում, հասկանում ենք մեր արածի արդյունքը վայելելը որն է։ Իրոք ուրիշ է, էլի։ Կողքի ստենալն ուրիշ է, դու որ հիմքը դնում ես, դեռ ուրիշ պատկեր է դառնում։ Հենց որ հեսա կգնանք, բոլորը կտեսնեն, կհասկանան, որ սահմանափակումները մարդկանց ուղեղում է։ Եթե ուզենաս ամեն բան կանես, ամենտեղ կարող ես հասանելի լինել։ Իհարկե, քաղաքացիական ակտիվության համար ոչինչ ունենք, դրա կարիքը ունենք, դրա պատասխան ունենք։ Ես հավատում եմ, որ մի օր ես չէի ուզենա, որ սայլակով մարդիկ շատ լինեին, բայց հավատում եմ, որ մի օր այնքան կլինենք, որ մնացածը էլ պատճառ չեն հորինել, ասեն, եթե 10-20-ը գնում են, ես էլ պիտի գնամ։ Ու այդ մարդիկ
տնից դուրս կան ակտիվություն կա, իրանց կյանքը փոփոխվի։ Իրականում սայլակով մարդիկ շատ լինեն, քիչ լինեն, այդ ցանկությունը չեմ իմանում ոնց մեկնաբանեմ, բայց բոլոր հասարակակարգերում, բոլոր ժամանակներում սայլակով մարդիկ եղել են ու լինելու են, ստեղ հարցը որտեղա թե այդ մարդիկ ինչ դեր կունենան, ինչքան իրենց պոտենցիալը կիրացնեն, իրենց ներուժը կիրացնեն առօրյա կյանքում, հասարակական կյանքում, ինչքանով ներառված կլինեն, ինչքանով հանրային բարիքի ստեղծմանը, ինչքանով մասնակից կլինեն, դա մեր ամբողջ հասարակության պատասխանատվությունն է եւ մեր պետության եւ այդ առումով այսօր ջանքերը եւ քաղաքականությունը այդ ուղղությամբ միտված է, ուղղակի պետք է նաեւ հաշմանդամություն ունեցող մարդիկ մի փոքր ավելի ակտիվություն ցուցաբերեն եւ նաեւ պահանջատիրություն։ Իսկ քո նման մարդիկ որոշ չափով ես մեկելը պետք է այդ անձած նաեւ խրախուսեն, որպեսզի ել ավելի ակտիվ գործունեություն ծավալվի։ Մենք արդեն հեռուստաընկերության հետ ենք բանակցում, ուզում ենք մի նոր հաղորդաշար լինի, մարդիկ ովքեր հաշմանդամությունը նրանց չի կոտրել, իրանք գնացել են առաջ, թե տաղանդի գծով, թե սպորտի գծով, թե մնացած, ասենք քաղաքականության գծով հասել են ինչ-որ բարձունքների, որպեսզի մարդիկ հասկանան, էլի, մենք ինտեգրվում ենք այս հասարակության մեջ ու բարձրանում ենք, ոչ թե ուղղակի մասնակից ենք դառնում։ Մենք էլ կարանք ակտիվ լինենք, ամեն ինչի մասնակցենք։ Ինչ որ մի փոքր սահմանափակումը, որը ես միշտ ասում եմ, փոքր սահմանափակումը կյանքից փակողին չպիտի լինի։ Իրականում դա կյանքի մի այլ վիճակ է, որ պետք է մարդը փորձի ապրի, առաջ շարժվի եւ ըստ էության եթե մարդը խորանա, ամեն ինչում սահմանափակում կգտնի, եթե նույնիսկ ֆունկցիոնալության սահմանափակում չունենա, այսօր այնքան ֆակտորներ կան տրամադրության ազդելու շատ, այսինքն մարդը եթե չուզենա ինչ-որ ակտիվ գործունեության, ակտիվ կյանքի պատճառի պակաս հաստատ չի ունենա։ Ես պատրաստ եմ, ասեմ ոնց բոզար պրոստը բռնեմ, Վերեք ախպերեկը Ջեյսոն Ստեյթեմի թանչան ես Робджан, расскажите, пожалуйста, куда мы сегодня едем вот сейчас в автобусе? Сегодня будем убирать природу вокруг Краснодарского ущелья. У нас оранжевая команда сегодня. Оранжевая команда, да. Будем убирать около детской железной дороги. Там прекрасная природа есть. И заодно вам покажу прошлогодняя наша посадка деревьев. О, вы там садили деревья? Очень много деревьев. Класс. Конечно, это надо посмотреть обязательно. Удачи нам сегодня. Один из самых влажных мест Еревана. Да, я только сказал, что в летние месяцы жары сюда приходить, это же одно удовольствие. Конечно, конечно. Только не загрязнять нашу природу. Конечно, это очень важно. Вот, смотри, в прошлом году мы посадили, вон там посадили. О, так, Много, так. Это вот эти деревья, да? Да, это дуб. Так. Нет. Это что? А, да, дуб это. Дуб посадили за то, чтобы была еда для белок, для животных. Вот, ага, да. Желуди, все понятно. Ага. Много больше посадили. Почти 150. 150 деревьев? Это Ничего себе. Грецкий орех. Ага. Будем сейчас расти тоже. Хорошо. Ну, конечно, тут такое место вообще. Пришли, посмотрели, много декоративных, но то, что плод дает. Плодоносит? Еда. Ага. Бывает таких не было много, поэтому решили посадить здесь каштан, дуб, орех, миндаль. Тоже вот, это тоже мы посадили, это миндальная, по-моему.
Ну, что-то почему он... А, нет, есть. Нормально все. Есть. Все, слава богу, да, чтобы прижился, конечно, потому что для небольших деревьев это такой очень важный этап, пережить зиму, схватиться в земле, чтобы чувствовать себя хорошо и дальше расти. Смотри, настоящие добровольцы. Даже не с нами были, а они подошли и начали заниматься с нами. О, супер, серьезно? Сейчас их спросим. Անչափ շնորհակալություն միանալու համար։ Այո, մենք ենք շնորհակալ նման միջոցառում կազմակերպելու համար առհասարակ ու առավել եւս փոքրերի պարագայում շատ կարեւոր է, որ ներգրաված լինեն ու գիտակցեն բնության եւ այո, եւ պահպանեն։ Այո։ Անչափ շնորհակալություն ձեզ։ Մենք էլ Բարի լույս։ Շնորհակալություն։ Thank you։ Good luck։ Շորտ, վերևից, ամենավերևից մաքրելով եկել ենք Դավթաշենի մոստի մոտից համարյա, հասել ենք մանկական երկաթուղուց մի քիչ ներքև, եթե չգիտեք, մեր պարապմունքի տեղն է։ Բոլորն են պարապում ու Բիձուգյոլն է դիմացը։ Հիմա պատկերացեք, թե տարիներ է անցնում, էլի, տարիներ։ Տեն մեկ մաքուր է, ամեն ինչ հարթ, ամեն ինչ սարքած, ակուրատնի։ Ինչ եք մտածում, օդից է այս ամեն ինչը գալի։ Գոյություն ունեն մարդիկ, ովքեր տիրություն են անում։ Բայց մարդկանցից մեկին այսօր հանդիպել ենք, ով որ ասում է, Պարոն Մուշեղյան, ազգովին շնորհակալ ենք։ Ձեզ էլ ենք շնորհակալ այս ամեն ինչի համար։ Հիմնականում պարոն Մուշեղյանն է նախաձեռնող այս ամենի։ Ով, Այս տրենաժորները բոլորի ուժերով են պատրաստված։ Իր շնորհիվ ամեն օր հետևանքների հետևում աջերում են ծառեր ենք տնկել 60-ից ավելի պտղատու ծառեր։ ծառերը, Ձիրևյա, смотри, Антон։ Ոտամ ձերևը կաթելային ռոռոքում անցկացված Կապելն առաջին Դա։ смотри там։ եւ ամեն օր ջրվում է հետևողական ձևի տեսնում։ Մակրությանը հետևում ենք շաբաթօրյակ ենք անում տարեց մարդկանցով եւ մատաղ-սերնդի հետ։ Մտահոգ մարդկանցով։ Գալիս են այստեղ աշխարհի չեմպիոններ, Արտուր Աբրահամ, Տեսել, Ալեքսանյան, մեր բոլոր սպորտսմենները լեգենդար գալիս են այստեղ, պարապում են մեր հետ եւ հիմնականում պարոն Մուշեղյանը ուժային սպորտաձևերի ոնց որ բանը լինի, կոորդինատորը։ Պարոն Մուշեղյան, շնորհակալություն։ Ծանրամարտի, աջակից ունեք, ցանկացած ծանրամարտի, ձեզ աջակցում ենք։ պարոն Մուշեղյանը։ Լավ կլինենք։ Ուրախ ենք, որ եկել եք, շնորհակալություն շաբաթօրյակի համար։ Ձեզ էլ Ես գալիս եմ ձեզ հետ, հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Անդրանիկն եմ։ Քնարիկ։ Շատ ուրախ եմ, այսօր երկրորդ քնարիկին եմ ծանոթանում, որովհետև հարցազրույց որոշվում է, էլի քնարիկներ։ Շատ ուրախ եմ։ Քանի որ մեր թիմերից եք, Այո։ մեր նահանջագույն թիմից եք, առաջին մարդն եք, որ վերջացել է ընդհանուր մաքրությունը, եկել եք ու պարապում եք։ Շատ շնորհակալ ենք առողջ ապրելակերպը պահպանելու համար։ Կարող եմ երկու խոսք ասեք, ինչի համար եք եկել մեզ միացել։ Ահա։ Ու ինչ սպասումներ ունեիք, էլի։ Արդարացան արդյոք։ Շնորհակալ եմ, իրականում սպորտի պահը ասեմ, ես ամբողջ կյանքս ինձ ինչ հիշում եմ, առողջ եմ ապրում, որտեվ առանց դրա միտք չկա, մասնագիտությամբ էլ բժշկուհի եմ։ Իսկ այստեղ միացել ենք մեր դեղագործական ընկերությամբ, շտադա դեղագործական աշխատակից եմ ես, մեծ թիմով այստեղ ենք ու հնարավորինս միշտ ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր երկիրը, որը որ մենք շատ սիրում ենք, մաքուր լինի, առողջ լինի, ու եթե դա մեզանից կախված է, մենք միշտ այդտեղ ենք։ Հալելա, որովհետև ես էլ եմ տեսել, որ մեր չեմպիոններ, օրինակ Արտուր Աբրահամից մտնած շատ-շատերն են եկել, թե, բայց մենք ուզում ենք կուլտուրան զարգանալ, որ աղջիկները իրոք շատանան, էլի։ Այո։ Որովհետև ես տեսել եմ ինչ պարապողներ ամբողջ կյանքում ես են սպորտի մեջ եղել։ Այո։ Հզորներ ունենք, որոնք եսի մի քիչ մենթալիտետի հետ կապված, թե մտածելակերպի հետ, մի քիչ ամաչում ես, հա, լեդզիզոն հատուկ բացվել է ձեր համար, շատ լավ է, բայց անվճար տարած մաքուրոտ, մենք միլիարդ արժի։ Այո։ Զարմանում եմ մարդկանց վրա ու մի քիչ շնորհակալ եմ, որ դուք այդ ուղղությունը մի քիչ առաջ եք տանում։ Օրինակ ծառայեք, հիմա կնայեմ արդիկ կասկնա, որ դա չափանից չէ, էլի։ Տղա աղջիկը ինչ գենդերային հասկացողությունները թազա ամաչել է որն ասենք, ինչ ենք անում։ Պարապում ենք, առողջ ենք ապրում։ Ինձ էլ էին ասում, այս վիճակում ինչ ես անում։ Եղբայր, մենք ուզում ենք ոգեշնչենք մարդկանց։ Մեր վիճակով ասում եմ, Իհարկե, վիճակի մի նայեք, էլի։ Համամիտ եմ դրիվ ձեր հետ ու կարծում եմ, որ դա քիչ անպայման ուղղվելու է։ Բավական առաջ է գնացել, որովհետև եթե նայում ենք առաջ պապիները մի քանի հոգի էին, հիմա պապիները արդեն պարապում են։ Հիմա տեն մեկ ինչ սպորտը առաջ է գնում, հուսում ենք լավ կզարգանա, բայց ձեզ հալալ է։ Շնորհակալ եմ։ Որտեւ այսքան գործը կար, այսքան օգնացեք, հələ մի հատ է պարապում եք։ Իրականում բավականին լավ մաքրեցինք, այնտեղ մի հատ կեղտի ամբար էինք գտել, որ sense նայում ես, թվում է 5 տարի կախ էր կուտակվել,
մաքրել են։ Զարմանալի է, չէ՞, որ մի տարածք, որտեղ մարդիկ շատ քիչ են գալի, Այո։ այս առելի քանակության բախ կա։ Հիմա վերջում գնալու ենք ու սարսափելի թվեր ենք արձանագրելու։ Չգիտեմ, դա ոնց է բացատրում, բայց ես նայում եմ պարկերով ոնց են անում այդ ամեն ինչ ու մեծամասամբ շշեր են։ Ոնց որ կանեն, հարբեցողության կենտրոննի թե ինչ։ Տոպրակներ էր, տորթի կտորներ էր մեր մաքրած պահը շշերը։ Չան եկել եք հանգստանալու, հաշվեք ձեր տան կողքը, մեկը հանգստյան գոտի է բացը։ Քո տան կողքը գա ուտի ու հետո այդ սնունդը կեղտը թողի ինձ։ Ձեր դուրը կգա։ Ու ձեր տան կողքն է, էլի ձեր երեխայի հետ մանը արտասահմանից մարդ եկա բերել եք ստե ցույց տակ։ Էսի պահված կա։ Ստեղից գնում է Երևանին էլի, ճնդեից գնում է մեր ռոռոկման եւ հոկտեմբերյան Վարազյան դաշտով այրով ռոռոկման ջրի մեջ ու հետի մեր սնունդն է դառնում։ Այո, այո։ Ինձ որ շնորհակալ եմ։ Ուրախ ենք, քնարիկ ջան։ Նմանապես Անդրանիկ ջան։ Ափսոս, որ իմանաս ոնց եմ քեզ նախանձում որ կարողանաս ոտերով էդ անես։ Ոչինչ, դուք էլ այդ Սիրածս անից եք դա։ Ես է ձեռներով կամ ոչինչ մի ժամանակ։ Այս որտեղից կարող ենք այս դեր վիդեոն նայել, տեսնել։ YouTube-ից, դա ամեն ինչը, հա։ Գրին գրվելու, թե ոնց։ Հա։ Հա։ Արևիկ. Да. Солнышко. Да. Что? Да, այո։ Ժողովուրդ ջան, ինքը մեր արևն է, ինքը այդքան էլ վաղուց չեմ իրան ճանաչում, բայց լինում են չէ՞ մարդիկ, որ ձեր կյանքի մեջ մտնում են, իրանք լուսավոր կետ են թողում։ Ասենք, այդպես շատերը կան ստե, բայց ինքը լուսավոր կետ չի, ինքը իրոք արևն է, այդ անունին համապատասխան իր մազերը բացած չեք տեսել ուղղակի։ Могу сейчас. Ասոցիացիան այտենց է լինում։ Սիրում եմ որ մարդիկ սենց ամիջական։ Wow. Սիրիոն։ Տենում եք արևը ոնց։ Շատ սիրում։ Այսինքն հիմա երբ որ ձեզ ասում են, ասենք Ամերիկա դուք ազատության արձանն եք պատկերացնում, Ֆրանսիա Էֆելյան աշխարհ եք, ես արև ասում եմ Իրան եմ պատկերացնում, հասկանում եք։ Իմ համար ասոցիացիա այտենց, այս գեղեցկություն։ Ու այս մարդը եկել է միացել մեզ։ Հիմա ինքը դառել է մեր ընտանիքի մի անդամը, ոչ թե փոքր, այլ ոնց ասում, հիմնական։ Ու ես շատ եմ իրան սիրում, ինչի համար, որովհետև ժողով կատարյալ բաց, կատարյալ ամիջական ու կատարյալ կամեցող մարդ։ Այնքան պարզ, որ հենց ամենաառաջի օրից ոչ մի խնդրեմ չկա, էլի շփման։ Եմի հենց որ դժեցնել եք, մանավանդ որ հասկացանք, որ մի քիչ մոտիկ ենք ապրում, земляк հասկացողություն կա, չէ՞, Հայաստանում օգտագործում։ Սենց է, դզումը։ Հենց որ դու գիտես, ցանկացած ասով ող գտեմ։ Որովհետև դուք լավ մարդիկ եք բոլորը։ Նոր ասեցի, լավ մարդկանց պետք է բանել։ Մենք լավ մարդկանց կենացել ենք, քիչ ենք մնացել։ Այստեղ ավելի հաճելի էր, որովհետև այստեղ ավելի շատ կանաչ տարածություն կա, գետը ծիտիկների ծավալոցը կա։ Ու ախ այդքան էլ շատ չէր, եթե համեմատենք մնացած տեղերի հետ, այնպես որ այստեղ շատ ավելի։ Փոքր տարածքի դրա համար, հիմա ընդհանուր տարածքը որ նայենք, կտենաս ինչքան շատ է։ Հենց որ։ Մերսի։ Ահա, մի րոպե, ուրեմն ժողովուրդ, ուղիղ 1:06 րոպե է։ Ես ժամը 9-ից եկել եմ 10-11, 12-1, 4 ժամը արդեն ստեղ եմ, տղաները արդեն 3 ժամ ստեղ աշխատում են, աղջիկներն էլ հետն են։ Ինչ եք մտածում, ինչ աստիճանի աղբ ենք հավաքը։ Սարսափելի թիվա։ Հիմա բլե Ռոբերտին նայեք։ Մարդը սենց եկել է, հələ տուն պետք է ասնի, դուք հասկանում եք ինչ եք անում։ Երկիրը չի լինում, էլի ասենք սպիտակ ձեռնոցներով մատուցող չենք, որ մաքուր ալնի ամեն ինչ։ Եկին ենք երթոտում ենք, բայց հասկանանք, որ արդյունք է տալու։ Հայրենիք ենք մաքրում։ Ինչ ես արել, մեր սուրբ փողն է։ Վայ։ Սիրով սենց աշխատանքները միավորում են ազգին, բոլորին խորհուրդ եմ տալի միշտ միանալ, որովհետև մաքրում ենք մեր սուրբ փողը, էլի, այն որ եսիմ մի հայրենիք ունենք, մի աշխարհ կա, մի մոլորա կա, որը թթվածին է տալի մեր ամենայն հաջորդ սերունդերի համար ենք այս աշխատանքը կատարում։ Ժողովուրդ հասկանում եք ինչ արել այստեղ աշխատանքներին։ Ձորն այ չմաքրե։ Գետի մոտ կարա ոտը սղան գներ ջրի մեջ, ապակի լիներ ընդ ոտքը ճղեր, ամեն մի վտանգ կա։ Չի կարելի կերտել։ Այտենց որ մտածես, տնից դուրս չես գա։ Հիմա հասկանում եք, ես այս մաքրությանը գալով sense մարդկանց եմ ճանաչել։ Ու ես հպարտ եմ որ ասես մարդկանց ասում եմ իմ աղբերները։ Դուք նստել եք տունը Եք, սերիալն է կարևոր թե երկիրը, ժողովուրդ։ Եկեք էլի։ Օտար ազգի Ռոբ ջան, աղբեր հələ այնքան գործ ունենք իր հետ։ իհարկե ցավը տանեմ։ Շատ բզում է, Ես ուրախ եմ որ իրան տենում եմ միշտ, որովհետև մի բնավորություն ունենք։ Մի ձգտում ունենք ու մի նպատակ։ Հենց որ լավ այլ։ Ես մի հատ կենաց գիտեմ, ժողովուրդ։ Ճիշտ է, խմողում արչեմ, բայց այդ մի կենացը միշտ ասում։ Ասում եկեք խմենք լավ մարդկանց կենացը, մենք քիչ ենք մնացել։ Հիշեք էսի օգտագործեք, եթե դուք եք այդ թվին պատկանում։ Պայքարն է արդյունք տալու մեզ։ Վերջ,
Գնացինք ավտոբուսը եկավ, գնանք բարձրանանք վերև միանանք։ Погружаем Андо. Так, аккуратно. Все. Загрузили. Все. Геннадий. И Андоджан с нами. Ой. Տարբեր խնդիրներ, որոնց հաջորդում մենք տանցենք լուծումով հնարավորինս ամենասեղմ ժամանակներում եւ այսօր նաեւ այն քաղաքացիներին արգելադրելու որներ, որոնք որ ամենաակտիվն են եղել այսօր մենք ունենք 7 քաղաքացիներ, ովքեր որ ամենաշատ հայտերն էին ուղարկել եւ ամենամեծ խնդիրներն են լուծել քաղաքում, ինչպես նաեւ պարգևատրեցինք այն քաղաքապետարանի եւ վարչական շրջանների եւ ներվագների աշխատակիցներին, ովքեր որ ամենաակտիվն են եղել լուծման շրջանում եւ լուծել են այն խնդիրները, որ քաղաքացիները բարձրացան։ Եվ իրականում ակտիվ քաղաքացի հարթակը արդեն 2 տարի է ներդրված է շատ էֆեկտիվ լուծում է քաղաքային խնդիրներ եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որ օգտվում են հավելվածից, ովքեր որ արձանագրում են քաղաքային խնդիրներ, այսօրվա շաբաթօրյակի մասնակիցները շատ տարբեր ոլորտի մարզերն հնարավորում մեր գործընկերներ Green կազմակերպությունները ունեն աջակցում են իրենց շաբաթական ապահովության կազմակերպման մեջ ելան գործընկերներ Ազգակերպման առումով ունենք նաև մեր գործընկերների երեխաներն ովքեր ներգրավված են եւ հավասարակ տարբեր քաղաքի վարչական շրջաններում ուղղակի մարդիկ որ միացել են պատմական ռազմական մեծ ծավալի աշխատանք արվեց, մեծ ծավալի հավաքվեց ունենք հաղթող իմեջ, այսինքն նաև մրցակցային դրամաբանություն կարգված է եւ կարծում եմ իհարկե եւ հուսով եմ որ գալու է այն օրը որ մենք այս տեսակ շաբաթօրյակների տարիք չենք ունենալու, բայց քանի դեռ մեր վարքաբանական կանոնների մեջ շատ փոփոխություններ տեղի չեն ունեցել, ապի հապման տեսակետից, այսինքն որ շարունակում ենք թափել աղբոր ամենուր եւ ամենուր մենք դեռևս նմանատիպ միջոցառումներ իրականացնելու ենք, որով որ հիշեցնելու ենք, որ սիրելի երևանցիներ այս աղբը գեներացնի հենց մենք եւ ուղղակի կարծում եմ ժամանակ դեպի մտածելով են միություն, որ մեծը դա չանե, որպես շաբաթօրյակների տարիքը նույնպես չի։ Շարքի խնդիր ունեինք, որի մասին գիտեինք, որի մասին գիտեինք եւ որոշակի հանրաժողովականություն դեռևս սկզբում ունեինք տեխնիկական խնդիրների եւ հարցեր, բայց գալու են այն օրը, որ վերահսկողական մեխանիզմների եւ խստացման միջոցով մենք այդ հավաքագրումը իրականացնելու ենք։ Հիմա մենք տեսնում ենք հենց այդ process-ը եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ առաջ մեր բոլոր աշխատակիցներին, արարողներին, ովքեր համբերաբար այդ իրենց պայմանագրային պարտականությունը իրականացնում են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ուղևորներին, ովքեր աջակցում են ավտոբուսների ներսում, ռոլեգուսների ներսում վարորդներին, որոնք որ օրինական իրենց պահանջը ներկայացնում են այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր որ չեն վճարում, եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր որ չվճարողից դարձել են վճարող, որովհետեւ դա էլ շատ կարեւոր քայլ է եւ իրականում մեր գիտակցության մեջ շատ բան կարծում եմ պետք է փոխվի, որովհետեւ որևէ ծառայությունից օգտվելու համար մենք պետք է հասկանանք, որ մենք պարտավոր ենք վճարել, որպեսզի այդ ծառայությունը շարունակի մնալ որակով, մենք ունենանք հնարավորություն հարկ եղած ժամանակ նոր ավտոբուսների գնում իրականացնել, 9 ավտոբուսներ փոխարինել, հիմա օրինակ այս տարի շատ շուտով նոր 48 ավտոբուսներ են ժամանելու Երևան, նոր 170 ավտոբուսների
մրցույթ է հայտարարվել, որոնք որ Երևան գնելու են եւ այս ամեն ինչը շարունակական ապահովելու համար մեզ պետք է որ մենք կարողանանք նաեւ մեր բանկի մեջ կրկին բանկի ուշքի փոփոխություններ լինեն եւ իրականում նաեւ ուզում եմ արձանագրել որ երբ շաբաթվա աշխատանքը շատ կոնկրետ եւ շատ մեծ արդյունքներ են տվել եւ կարծում եմ բոլորը կհամաձայնեն որ մոտավորապես 37 միլիոնը երբ որ դառնում է 65 միլիոն համարյա կրկնակի աճը ներհոսքի եկամուտների դա իրականում մեծ արդյունք է։ Ժողովուրդ ջան, քանի որ ես երկու հատ սիրելի թաղապետ ունեմ Հայաստան, մնացածը թող չնեղանան։ Ակտիվություն անեք, ձեզ եք սիրեի։ Մալացիայում ապրում, բնականաբար Մալացիայի թաղապետը մեր մեծ աղբերը ու Պետրոսը Պետրոյան կենտրոնի թաղապետը, որովհետև ինչ հիանալի գործ անում, կենտրոնի ձևափոխումը տեսեք, մայթերից բռնցած փողոցները, թեքահարթակները, հիմա մենք պայմանավորում ենք, որ գնանք այն բակերը, որ սարքել են, ընդ ես առաջին անգամ որ մտա բասկետբոլի համար են կանչը, թե ֆուտբոլի չեմ հիշում։ Մարդ ասեց մի քանի օրից թեքահարթակ սարքենք, որ դու էլ գաս մտնես, ու ասма մի քանի օր նկար ուղարկում է, թեքահարթակը սարքածա, արի մտի դու ես զբաղվի։ Հենց որ ոնց կային շնորհակալության խոսքը չասեմ։ Իրականում ես էլ եմ շատ շնորհակալ ձեր նման ակտիվ քաղաքացիներին, որոնք չեն ալարում, որոնք ժամանակ են գտնում, հետևողական են, բարձրաձայնում են այս խնդիրները ու իրականում շատ դեպքերում նաև լուծում են ստանում, ինչ շատ կարևոր է, որ մենք այդ տարածքներում ու այն բարեկարգված տարածքներում ունենանք հասանելիություն բոլոր մարդկանց համար, նորին շատ ուրախալի է, որ դու օրինակ գնում ես, այնտեղ մարդկանց ես տանում, բասկետբոլ եք խաղում, այսինքն մեր տենց անմիջական պարտականությունն է այդ դրանք լուծել ու ձեր գտած խնդիրներին էլ արձագանք տալ, так что так держать ես շատ ուրախ եմ մեր համագործակցության համար ու կարծում եմ ինչքան հնարավոր է պետք է շարունակենք օգնել։ Շնորհակալ եմ։ Ապրեք։ Անհավանան իսկ ստեղ որ հիմա լինելու է այդ ընդհանուր որ Հա, ինչքան է հասանելի լինելու մեր համար, որովհետև մեզ առաջին հերթին հետաքրքրում է ես օրինակ սայլակով եկել եմ իջել եմ ներքև։ Ինչ որ հասանելիություն փոփոխություն լինելու է մեզ համար։ մեր շինարարական նորմերով որևէ խոչընդոտ քաղաքաշինական առումով հասանելիության տեսանկյունից չպետք է լինի եւ չի կարող լինել, այսինքն մեր ստանդարտներով մեր շինթույլտվությունը երբ մենք տալիս ենք, պարտադիր այդ նորմատիվներին պետք է համապատասխանի, ես հատուկ ուշադրություն կդարձնեմ այդ սպորտային։ Հա, որովհետեւ մեզ էլ են նույն բանը ասում էլի։ Մեկ էլ վերջին հարցն էլ տամ, մենք գնանք էլի։ Մենք անցումներում որ վերելակներ դրել ենք, այս վերջեկը ճշտեցի պատասխանատուների հետ, բազեց արդեն սկսել են նորից վերանորոգել որ աշխատի։ Երկու հատ կա, մեկը Բաղրամյանի վրայինն է, մեկն էլ Կոմիտասի շուկայի։ Մնացածն էլ պլանավորում վերանորոգել, թե կարող է իրանք անենք։ Եթե օրինակ դուք հայտ տաք, այդ վերելակների մասով Կարոյանից հիմա ասա է։ Որովհետև ես գնում եմ ստուդիելու վերելակների մասով։ Ով է անում դա, դուք եք թե դուք չեք։ Ես որ խառնվել է չեմ իմանում ով էր, որովհետև գնացի Կոմիտաս շուկայի դիմացին ստուգելու, ինչ սարսափելի ձեներ անում։ Շատ անկեղծ եմ ասում, մենք գոհ չենք աշխատանքից, բայց որ ասեմ շատ մեծ այլընտրանք էլ ունեինք։ Դե ես էլ եմ հասկանում, որովհետև ասում են վերևը կռանում են, բան ասում ես համաձայն եմ կռանամ, բայց վերելակ ունենամ։ Հիմա մարդկար ընդ առաջարկեց Four Seasons-ի դիմաց, ասը ուղղայած վերելակ ունի, ասեց այտենց բան որ տեղադրենք, հետի կաշխատի ամեն ճռճռոցը կվերանա էլի։ Եթե այտենց բան հնարավոր լինի անել, որը մասնագետներին մեկ էլ բերենք միացնենք։ Սելես բավարար բարձրաձայնված հարցեր։ Քանի որ արդեն վերջանում է մեր միջոցառումը իր ավարտին ասե, հավաքենք չգիտեմ ինչքան, հավաքենք չգիտեմ ինչ, բայց շատ է եղել։ Հա, ու այդ ինչ որ կա, ու ինչքան է քաղաքի, տեղական այս երկու մարդիկ։ Երկուսն է մեր համովներն են։ Հարցազրույցից հետո նոր իրանց կուտեմ։ Հələ մի հատ ասեք ինչքան բան եք հավաքել։ Ես զարմանը։ Մենք ունենք 5 հատ թիմ, ամեն մեկում մոտ 50 մարդ եւ հաղթեց իր թիմը։ Այո, Արանջոյի թիմը հավաքեց մոտավորապես 53 մեշոկ։ Էդի մի թիմ է այդքան։ Մի թիմը։ Ամեն մեկը մոտավորապես 30 հավաքեց, բայց իրանցը ռեկորդ խփեց, էլի։ 53 մեշոկ։ Բայց սահմանափակ ժամանակում ու սահմանափակ քանակությամբ, պետք է ասենք, որ միլիոններով չենք էլի։ Քանի հոգի էր մի խումբ։ 50 հոգի, պլյուս մինուս 50 հոգի կան։ Այսու շոտ ենք, ճիշտ է 50 հոգի։ Ոտ, եւ վերջում իրանց թիմը ստացավ նվերներ։ Ինչ եք ստացել դուք։ Ինչ ենք ստացել որ։ Այս նրանք չէին։ Հա, ինչ որ այսենց
Բան ենք ստացել։ Հա, այստեղ չիրա, անանասի, կիվի։ Էսի դեկորատիվ չի։ Չէ, իսկական կեշյու առաքիս ու ամենակարևորը Պաստուշկի փոխան։ ամենակարևորը այս էկո մեշոջիկներն ենք ստացել։ Հա, չէ, Հա, բնական։ որը որ կարող են օգտագործել հետո խանութ գնալուց, որ տոպրակ չվերցնեն։ Դա դժքիր է։ Ուրիշ։ Մեկ էլ վերջում սաղս էլ ստացել ենք այսպիսի բաներ, վերամշակված պլաստիկից պատստավկիկ հեռախոսի համար։ Դա հաղթողներ, չէ։ Այո։ Вот, որը որ սարքել է Green էկո կենտրոնում, հենց որ Ընդհանուր ինչքան հավաքել տեղակեք։ չէ, բայց թե ամեն մի թիմը 30 պլյուս է հավաքել։ Մոտ մի 150 հեչից կա։ Այո։ Իսկ դա ընդհանուր աղբնա թե վերամշակվողն էլ հետ է։ Ընդհանուրն է դա, հա։ Վերամշակվողը հələ չենք առանձնացել։ Այո։ Ժողովուրդ 150 պարկ։ Գիտեք քանի 5 մեքենա է։ կիլոմետրից վրա։ Քանի մեքենա, միտեղ որտեղ այդքան մարդ չի գալիս։ Համել մենք հոկտեմբերին ստեղ արդեն մաքրել ենք։ Այս նույն տարածքում։ Հիմա պատկերացեք, որ վերևում որտեղ մարդիկ քայլում են, այնտեղ ինչքան աղբ կա։ Այդքան փոքր տարածության վրա։ Գնահատեք գոնե այդ ամեն ինչը մի աղբոտեք, էլի։ Ժողովուրդ, տնես չի, որ մենք ինչքան շատ ենք աղքում, այնքան ինչ որ պլան ենք լրացնում կամ ուրախանում ենք, բա ես մի անգամ 500 ատավակի։ Չէ, ինչքան քիչ անում մետր ժամանակ ենք ուրախանում։ Ուրեմն աղբ չկա, ուրեմն պարտաճանաչ են եղել, հետևողական են եղել։ Զորնա, մենք ուզում ենք հանգստյան գոտի սարքենք, դուք հա, չէ, անվճար աղբանոց է, եկեք օգտվենք։ Չկա տենց բան։ Всё, արկելվավ այսօրվանից։ Խոսացել, պայմանավորվել ենք, անձամբ ես գալու եմ հետևեմ։ Ճիշտ է։ Շտրաֆ չի լինելու, բայց վայ, Աստված չանի որ տեսա։ Գտնելու եմ ինչ եմ անելու։ Չնայած ինչ պետք է անենք, բռնել եմ, բերեմ մեր հետ ուբոր կանես։ Մի հատ թափի 10 հատ հավաքելու ես։ Իմիջիալոց ամենալավ տարբերակը է դա։ Մինչև աղբը չհավաքես քո ձեռքով, չես հասկանում, թե ինչքան ուժադրություն պետք է, այո։ Ժողովուրդ, եթե տենում եք հիմա Green-ի ազնակազմից մարդիկ են ինքը կամավորները գրած բիրկաներով։ Էսին բրլոկ անել եմ, հա։ Հիմա ես մի մարդ, որ ապրում եմ քաղաքի մի ծայրում, իրանք մյուս ծայրում։ Green-ի ձեռքբերումներից մեկը հենց դրանցից մեկն էլ է, որ այս հրաշալի մարդկանց սկսել ենք ճանաչել։ Ու ասում եմ, իմ հարազատն ես։ Այս մարդը գալիս է փաթաթում, ասում է, ջան, ցավդ տանեմ։ Նույնն էլ ես։ Ինչ եք մտածում, այտենց վերաբերմունքի ու այտենց մոտեցման համար արժե այս մարդկանց հետ գալ, միանալ, միաբանվել ու այս մարգարեությանը մասնակցել։ Եթե մարդիկ քեզ որպես ընտանիք են ընդունում, դու էլ իրանց։ Մի հատ փորձեք։ Եթե չստացվի, ինչի կասկածում եմ, որովհետև այսքան վաղ եկել է, բոլորն էլ ստացվել են։ Մի հատ փորձեք, հետո կասեք ժամանակին ծեծեր մեզի համոզել շուտ գանք էլի։ Ես ինչ իանալի միջոցառում ենք վաստով։ Վայելեք իրանց ժողովուրդ, վայելեք։ Ինչ շաբաթը մեկը չի երիկում։ Այնտես լավն են։ Համ լավ մարդկանց հետ ենք գործ անում, համ էլ լավ գործ ենք անում։ Հենց որ միացեք մեզ։ Համ էլ լավ վերջում ուտում, խմում ուրախանում ենք։ Ով ասե որ պետք է գանք լուրջ դեմքով։ Ընտանիքով հավաքվել ենք, ուրախանում ենք վերջ։ Այսօր էլ լավ, ամեն ինչը կար։ Հյուրասիրությունից սկսած, խաղերով, մրցանակաբաշխությամբ, ժողովուրդ լիարժեք օր ենք ունեցել։ Գնացեք դուք մտածեք, տելևիզորի մոտ նստած։